Լավ դրամատրությամբ շարունակում է Առավոտ լուսոն ու ինչպես խոստացել էինք ամենասկզբում անդրադառնալու էինք այսօր մշակութային տարբեր ոլորտների, իսկ թատրոնին չէինք կարող անմասն թողել իհարկե։ Եվ այսպես է նոր ներկայացում։ Համաշխարհային պրեմիերա նույնիսկ կարելի ասել, որովհետև մայիսի 6-ին եւ 7-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Կարլ Մարքս խոստովանություններ ներկայացման համաշխարհային պրեմիերան։ Եվ մեր հյուրերն են, այո, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, բարի լույս, եւ Կարլ Մարքս խոստովանություններ ներկայացման ռեժիսոր Հայկ Կարապետյանը։ Բարի լույս, շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել, հատկապես երբ որ նման մեծ իրադարձություն է տեղի ունենալու, համաշխարհային պրեմիերա, որովհետև առաջին անգամ այս ներկայացումը բեմադրվում է հենց Հայաստանում ու այն էլ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Ումներ միտքը, ոնց ստացվեց համագործակցությունը, հետո արդեն ավելի մանրամասն։ Նախ շնորհակալ եմ այս հնարավորության համար, այս հանդիպման համար, շնորհակալ եմ, որ ձեր միջոցով մենք հնարավորություն ենք ունենում դրական երևույթների մասին խոսելու։ Մեր քաղաքում, մեր երկրում շատ մեծ կարիքը կա, իսկ այն, ինչ որ կատարվում է այսօր թատրոնում, դրական է եւ լավ է ոչ միայն մեզ թատրոնի աշխատակիցներից համար, այլ ընդհանրապես բոլորիս համար։ Այս ամենը ծանոթությունը Հայկի հետ եղել է եղբորս միջոցով Տիգրան Մկրտչյանի, ով նախկինում Բալթյան երկրների դեսպանն էր, եւ ինքը ինձ ուղղակի ասեց դու անպայման պիտի համագործակցես, որովհետեւ Հայկը բացառիկ տաղանդի եւ կարողությունների տեր բեմադրիչ է, արվեստագետ է, որից հետո մենք սկսեցինք զրուցել։ Իսկ դրա հիմնական նպատակը դա մեր ռազմավարությունն է, որ ես կարծում եմ թատրոնը չի կարող լինել ներփակ, չի կարող լինել գետոյացված, չի կարող լինել երկրի սահմաններով պարփակված։ Ինքը պիտի համաշխարհային պրոցեսներին զուգահեռ քայլի, պիտի չվախենա նոր մտածողություն իր մեջ ներառել, պիտի չվախենա փորձարկումների գնալ, պիտի չվախենա նոր մասնագետների հետ շփվելուց, որովհետև թատրոնի զարգացման այլ տարբերակ ես անձամբ չգիտեմ, գուցե կան, չեմ ժխտում, բայց չգիտեմ։ Եվ սա է նպատակը, որ եւ ունենալով Հայկի նման տաղանդավոր արվեստագետ, ազգությամբ հայ, բայց ամբողջ կյանքում կրթված Ֆրանսիայում, ապրած Լատվիայում, հրաշալի ներկայացումներ է անում եւ աշխարհի առաջատար թատրոններում, ասենք Հերմանիսի թատրոնում արդեն երկրորդ ներկայացումն է արել Հայկը, ունենալ այսպիսի պոտենցիալ, ծանոթ լինել այսպիսի մարդկանց հետ եւ նրանց չներառել ստեղծագործական process-ում, իմ կարծիքով առնվազն հանցագործություն է։ Առնվազն սխալ է։ Եվ երբ որ Հայկը, ես Հայկին ասեցի, այնպիսի բան եմ ուզում, որ իրապես նոր լինի եւ թեմայի առումով, եւ ձևերի որոնումների առումով, եւ Հայկը որոշ ժամանակ անց զանգեց եւ ասեց Կարլ Մարքս։ Ես այնքան շփոթվեցի, որ ասեցի մի քիչ մտածեմ։ Եվ մի շաբաթ ես մտածեցի, որից հետո զանգեցի, ասեցի Հայկ անում ենք, որովհետև չեմ վախենում։ Իսկ մի շաբաթվա ընթացքում մտածում եմ, որ երևի չի ուզենա, եթե ուզում եմ մի շաբաթ մտածել, չի զանգի։ Գիտեք ինչ է, այո, այդ որովհետև ես հասկացա, օրերս Էդինբուրգում էի, նոր եմ վերադարձել, հասկացա, որ ինչու է ես մի շաբաթ մտածում։ Ես մի շաբաթ մտածում էի, որովհետև կարծես թե հասարակության մեծ մասի նման կաղապարված էի Մարքսի ընկալման իմ սահմաններով։ Ճիշտ ասած, մենք էլ ու մեզ հիմա շատ հետաքրքիր է, թե ինչ եք դուք հիմա մեզ ներկայացնելու, որ դրա համար ով որ լսում է Կարլ Մարքսը հարցական, այսինքն ինչ Մարքսը բան, որտեղ մենք ունենք Մարքսի մեկ գծի ընկալում եւ Հայկը բացեց շատ ավելի մեծ սահմաններ, շատ ավելի խորը շերտեր, որը ոչ միայն հայ հասարակությանը, այլ ընդհանրապես ցանկացած մարդ արարածի հետաքրքիր է, թե իր բովանդակության կոնտենտի առումով եւ թե այն ձևը, այն լուծումները, որ մենք այսօր ունենք, մենք հպարտորեն եւ համարձակ ձևով ասում ենք, որ ունենք համաշխարհային պրեմիերա եւ ցանկացած ճաշակին հետևող մարդ մեծ հաճույք պիտի ստանա։ Փակագծերը դեռ կբացենք, բայց հետաքրքիր է Հայկ, թե ձեզ մոտ ինչպես եկավ այդ գաղափարը Կարլ Մարքս պիեսի։ Ինչու հենց։ Ես կոմունիստ չեմ։ Սկզբից ասեմ։ Մենք դա ընդունեցինք։ Ես մի հատ ծանոթ ունեմ Ռիգայում Կամոլիշը իր ազգանունը, ինքը փիլիսոփա է։ Ու ինքը դες կազմակերպել էր ներկայացում ռադիոյում, որը հիմնված էր Էնգելսի եւ Մարքսի այն նամակներով, որտեղ իրենք բողոքում են կյանքից։
Ու ես մի քիչ լսեցի, ինձ թվաց, որ շատ հետաքրքիր ներկայացում կլինի բեմի համար, թատրոնի համար, բայց չէի կարող մտածել ոնց կարելի է այդ նամակները բերել բեմ, որ հետաքրքիր լինի։ Մենակ նամակ կարդալով չի, էլի, պետք է ինչ-մի բան լինի, ինչ է կատարվում բեմի վրա։ Ու այս 2 տարի մտածում էի, ճիշտ ասած, գրեցի, հետո ընկերներս հետ մենք զրուցում էինք, խոսում էինք, ու ես գրեցի տեքստը, ինչ է կատարվում այդ նամակների շուրջը։ Ու ես դիմեցի, հիշում եմ, Ալվիս Խերմանիսին դիմեցի, Դայլի թատրոնում դիմեցի, այնտեղ մի քիչ ժողովուրդը Մարքսի նկատմամբ Այլ մոտեցում ունի։ Այո, չուզեցին։ Ես ավելի բաց մտքով եմ մոտ։ Այո։ Որ հետո երբ Վարդանը ինձ զանգեց, ես հասկացա, որ շատ լավ մոմենտ է, որ առաջարկեմ այս թեման ու այս մատերիալը, ու իմ կարծիքով լինելու է շատ ծիծաղելով եւ տխուր պատմություն։ Այսինքն իր մեջ համ կոմեդիային, այսպես բնորոշ գծեր կան, համ էլ ասելիք, որը որ խորելու, մտածելու։ Ինքը դրա համար մենք իրեն անվանել ենք կենսագրական տրագիկոմեդիա։ Ու հանդիսատեսը լսելու է մենակ նամակները, ոչ մի հորինած բառ չի լինելու։ Ինչը դուք լսելու եք, այդ իսկականապես Դրանք գրված նամակներ են իրականում։ որ Մարքսն է գրել, Էնգելսն է գրել, Մարքսի աղջիկներ են գրել, կինն է գրել, բոլոր ընտանիքի անդամներն են այստեղ։ Ու մենք ավելի շատ կենտրոնանում ենք ընտանիքի մասին։ Մենք ուզում ենք պատմենք ոչ Մարքսի ու գաղափարների մասին, բայց համել իրեն ընտանիքի մասին, ոնց են իրենք իրար նվիրել են իրաց կյանքը։ Բողոքում Մարքսը։ Այ կգնաս ներկայացմանը, ներկա կլինես եւ փող չկա, հիվանդություններ, փող չկա, հիվանդություններ, փող չկա։ Երկու թեմա է մասին։ Բայց ավելի վստահ եմ շատ հետարքիր ու շատ գերարվեստական ուղղությամբ պետամենը ամսի 6-ին եւ 7-ին։ Միայն ամսի 6-ին եւ 7-ին է տեղանալու։ Ոչ, ներկայացումը ինքը լինելու է Սունդուկյան թատրոնի խաղացանկում։ Այս ամիս կլինի ամսի 6-ին, 7-ին, 13-ին եւ 29-ին։ Հունիսին էլ կունենանք եւ ընդհանրապես արդեն կմտնի խաղացանք, բայց ես շատ անամպեր եմ եւ կարծում սիրով հրավիրում եմ յուրաքանչյուր արվեստասեր եւ նորից եմ կրկնում ճաշակ որոնող եւ ճաշակ հասկացող գնահատող մարդկանց պարզապես վայելելու, որովհետեւ մեր քաղաքում այսօր երևույթ է տեղի ունենում։ Բայց անճաշակը կարանալ գան այն։ Հատկապես անճաշակները։ Իսկ դերասանների պահով կհարցնես Ռուբեն։ Դերասանների պահով հարցնեմ։ Քանի հոգի դերասան է զբաղված եւ ովքեր են ներգրաված։ Մեկ գործողությունն երկու գործողություն։ Մեկ գործողությամբ է։ Մենք երեք ես ճիշտ է այստեղ չէի, բայց երեք պրագոնի ընթացքում արդեն այսպես ասած վերջնական տարբերակը տևում է 1 ժամ 30 րոպե։ 6 դերասաններ են մեր թատրոնից Արմենը Քուշկյան, Արաքսյան Մելիքյան, Ռուզաննա Հախտնազարյանը, Հայկ Իսրայելյանը, Սաթենիկ Գասպարյանը եւ Ջուլի Մովսիսյանը։ Բոլորը թատրոնի դերասաններ։ Բոլորը թատրոնի դերասաններ են, ոչ, եւ այնտեղ կերպարանափոխություններ կան։ Ես թույլ տվեք շատ գաղտնիքները չբացեմ։ Նաեւ ուզում եմ ասել, որ Հայկի հետ մենք քանի որ ես ցանկացած ռեժիսորի հրավիրում եմ, կարծում եմ շատ կարևոր է հրավիրելու ամբողջ process-ի ընթացքում ազնիվ եւ մաքուր մնալ եւ չխոչընդոտել աշխատանքին եւ ճիշտ հակառակը փորձել ամեն ինչ անել եւ նաեւ Հայկին առաջարկեցի որպեսզի ինքը բերի իր նկարչին, որը նաև լուսային ֆանտաստիկ նկարիչ է, AJ Westbard-ին, դարձյալ համաշխարհային լավագույն թատրոնների հետ աշխատած, այնպես որ այս կազմը ունենք, Մերի Սարգսյանը մեր զգեստների նկարիչն է, ասեմ, որ այս տեքստերը մենք հայերենով չգտանք եւ Զավեն Բոյաջյանը թարգմանեց մեզ համար հատուկ, Հայկ Մելիքյանը կատարեց մեր լեյտմոտիվը, դաշնակահար։ Ինչ երաժշտություն է հնչում։ Բախի երաժշտությունը, բայց իհարկե այնտեղ ճյուղավորումներ կան։ Այո, Մոցարտն է հնչում, քանի որ Մարքսի եւ Էնգելսի սիրած կոմպոզիտորները եղել են Բախը, Բեթհովենը եւ Մոցարտը, իրանց երաժշտությունները մենք լսելու ենք, հենց էլ ներկայացման ընթացքում։ Այո։ Բայց բողոքել են միշտ։
Փող չկա, հիվանդություն։ Հայկը շատ լավ թվարկեց, ֆիքսվեցի։ Իսկ ինչ դժվարություններ են եղել այս ընթացքում բեմադրության, փորձերի։ Եվ երբանից է սկսվել աշխատանքները բեմադրության։ Տեսեք, մեր հայկական չափորոշիչներով մենք ֆանտաստիկ քիչ ենք աշխատել, թեպետ դա Եվրոպայում քիչ չի համարվում, մենք փորձեր սկսել ենք մարտի 18-ից, ռեալ մարտի 18-ից ենք սկսել, եւ սա կարծում եմ բավական կարճ ժամանակ է, բայց նաև տեսնելով Հայկի աշխատանք, ամբողջ թիմի աշխատանքը, եւս մեկ անգամ ես ինքս ինձ համար համոզվեցի, ապացույց էր, որ լավ աշխատանքի դեպքում բավարար ժամանակ է։ Այս ամենի ընթացքում նաև իհարկե հրավիրելով Հայկի կարգի եւ AJ-ի կարգի մասնագետների, եւ ես շատ հաճախ եմ խոսում թատրոնի միջազգայնացման մասին, դարպասների բացելու մասին, մենք նաև հասկանում ենք մեր թերությունները, մեր խնդիրները։ Մենք այսօր քննարկում ենք, երեկ էլ, առաջի օրն էլ միշտ քննարկում ենք Հայկի հետ տեխնիկական պատրաստվածության մեր խնդիրները, բայց գիտեք, այդ ամեն ինչը հնարավոր չէ հաղթահարել առանց պրակտիկ գործունեության, առանց փորձառության մեջ մտնելու։ Իհարկե, գուցե մենք շատ հարցերում չենք կարողանում բոլոր խնդիրները լուծել, բայց նաև մենք այսօր ավելի առաջ ենք, քան երեկ էինք։ Եվ ուզում եմ ասել, մեր գործընկերների հետ աշխատելով մենք ստուգում, մենք մեզ եւ նաեւ քայլում ենք առաջ։ Կարծում արդեն իսկ պատասխանեցիք, թե Հայկը ինչ խոչընդոտների է։ Հաճույքների մասին։ Այո, այ հաճույքների մասին դուք պատմեք։ Թե իմ բոլոր process-ը դերասաններդ ինձ համար մեծ հաճույք էր ու փորձերը ես չեմ հիշում մի րոպե, որ ես մտածեի դերասանների մասին ինչ-որ նեգատիվ բան, իմ կարծիքով Եվրոպայի մակարդակի դերասաններ են ու շատ ես ուրախ եմ ու գոհ եմ իրենց հետ աշխատել, շատ մեծ հաճույք էր այդ process-ը ու համոզված եմ, երբ որ դերասան է հաճույք ստանում փորձերի վաղտ, ռեզուլտատը չի կարող վատ լինել։ Ու դες զգում եմ, որ նայում եմ բեմի վրա իրանք ինչ են անում, ոնց են անում, ես հասկանում իրանք են հաճույք ստանում, ինձ համար դա շատ կարևոր բան է։ Ես դա տեսնում եմ դերասանների դեմքերից, որ իրենք ինչքան ոգևորված, ինչքան լուսավորված են, սա ուղղակի ինձ շատ է վստահություն հաղորդում, որ այն քայլը, որ ես արել եմ, ռիսկի գնալով եւ հրավիրելով գործընկերներին Եվրոպայի լավագույն թատրոններից, ճիշտ է։ Մտքեր կան այս ներկայացումը ցուցադրել մարզերում, արտերկրում։ Ես սիրով կուզենայի, բայց ցավոք սրտի պիտի ասեմ, որ մենք մարզային որևէ կառույց չունենք, որը տեխնիկապես կարող է սպասարկել այս ներկայացումը։ Այն միայն կարող է Հայաստանում սպասարկել Սունդուկյան թատրոնը եւ օպերային թատրոնը իրենց հնարավորություններով։ Արտերկրում իհարկե պիտի փորձենք, որովհետեւ սա այնպիսի ներկայացում է, որ մենք բաց ճակատով կարող ենք ամբողջ աշխարհին ասել, գիտեք ինչ, Հայաստանում մենք ունենք այս ներկայացումը։ Եվ այնպես չէ, որ աշխարհում ավելի լավերը ավելի շատ են, այնպես որ արտերկրում պիտի փորձենք, հուսանք, որ նաև մենք մարզերում մոտ ապագայում կունենանք այնպիսի տեխնիկական հագեցվածություն ունեցող կառույցներ, որ կտանենք նաև այնտեղ։ Եվ մենք էլ հուսանք, որ ներկայացումը շատ երկար կյանք կունենա, եւ ինչու՞ չէ, մենք էլ վստահ ենք, որ շատ པարզ ճակատով մեր դերասանները, մեր տաղանդավոր ռեժիսորները, ռիսկի գնացող տնօրենները չեն սխալվում ու կարող ենք աշխարհին մեր ասելիքը, մեր շնորհքի, մեր տաղանդի մասին պատմել ու ներկայացնել արվեստի ու մշակույթի շնորհիվ։ Բայց գիտեք, ասում է մեր հին ասացվածքը, լավ է մեկ անգամ տեսնել, քան 10 անգամ լսել։ Ես ուզում եմ ձեզ հրավիրել, հենց եթերից ուզում եմ հրավիրել ամսի 6-ին, հենց առաջնախաղի օրը եւ ուղղակի այսպես ռետորական հարց տալ ձեզ։ Խնդրեմ, համեցեք եւ ազատ խոսեք այն ինչի մասին, ինչ կտեսնեք եւ ինքներդ համոզվեք, արդյոք այն ինչ որ ես այս պահի խոսում եմ այստեղ ճիշտ եմ, թե ոչ։ Եթե ոչ, խնդրեմ։ Երկու դեպքում է գալու ենք այստեղից խոսենք։ Կարող է ուսուցիչ տաղավարը շատ անկեղծ տաղավար է։ Թե լավ, թե վատ գալու ենք այստեղից խոսենք։ Շատ շնորհակալություն ձեզ, հուսանք, որ սա առաջին համագործակցությունն է ու դեռ
նաև շարունակական բնույթ կկրի։ Ձեզ մաղթում ենք հաջողություն։ Ինչ վերաբերում է ինձ, ես պատրաստ եմ միշտ Հայկին հրավիրել բարբերաբար, որովհետև իր զուսպ կեցվածքի մեջ, իր համեստ կեցվածքի մեջ թաքնված է շատ տաղանդավոր մի էություն։ Շատ շնորհակալություն։ Ձեզ լավ օրենք մաղթում, ներկայացումներին էլ հաջողություն։ Դե եւս մեկ անգամ հիշեցնենք սիրելի որ ամսի 6-ին, 7-ին, 13-ին եւ 29-ին տեղի կունենա համաշխարհային առաջնախաղ, որտեղ այս ներկայացումն առաջին անգամ է բեմադրվում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Մենք այսօր այսքանն ենք պատրաստել։ Ձեզ ասում ենք ցտեսություն, կհանդիպենք վաղը։